Բարեկամներ, բոլորին ողջույն։ Փետրվարի 19-ին տեղի ունեցել ժամանակակից բրիտանական միապետության պատմության մեջ ամենամեծ սկանդալը։ Եղիսաբեթ II թագուհու եւ արքայազն Ֆիլիպի II որդի արքայազն Էնդրյուն, այժմ պարզապես Էնդրյու Մաունտբեթն Վինձորը, ձերբակալվել է։ Սա անսպասելիորեն տեղի ունեցել վաղ առավոտյան, եւ մեղավորը բնականաբար Էփշտեյնն է, որի մասին խոսակցությունները չեն դադարում արդեն երկրորդ ամիսն է, իսկ իմ նախորդ հոլովակը նվիրված է հենց այս գործին։ Նամակագրություններից եւ նկարներից դատելով Էնդրյուն շատ մտերիմ էր Էփշտեյնի հետ։ Նրան մեղադրում էին Էփշտեյնի կազմում սեքս երեկույթներին մասնակցելու միջոցով 18-ամյա աղջկա բռնաբարության, ինչպես նաև 20-ամյա աղջկա սեռական բռնության ենթարկելու մեջ։ Այս հոլովակում ձեզ կպատմեմ, թե ինչ է պատահել նախկին արքայազնի հետ, ինչի մեջ են նրան մեղադրում եւ ինչպես է Էնդրյուն կապված Էփշտեյնի եւ աղջիկների բռնաբարությունների հետ, եւ ինչու են նրան ազատ արձակել ոստիկանությունից 12 ժամ անց։ Իսկ դուք չմոռանաք դնել ձեր լայքերը, բաժանորդագրվել ալիքին։ Դա հատուկ կոճակ է, ստուգեք, ներքևում է գտնվում, հաստատ կգտնեք։ Ես ձեզ խոսք եմ տալիս, հոլովակը շատ հետաքրքիր է լինելու։ Փետրվարի 19-ին նախկին արքայազն Էնդրյուն դարձավ 66 տարեկան, բայց տորթի, մոմերի եւ նվերների փոխարեն նրան սպասում էին ապարանջանները, ոստիկանության բնականաբար։ Ոստիկանությունը առանց զգուշացնելու ձերբակալել է նրան եւ խուզարկություններ է անցկացրել։ Էնդրյուն բնականաբար տեղյակ չի եղել ոստիկանների այս քայլի մասին։ Հետախուզություններ անցկացվել են նրա երկու ապաստարաններում՝ Սանդրինգեմում եւ Ռոյալ Լոջում։ Մոտավորապես առավոտյան ժամը 8-ին նրա տուն են մտել 6 ոստիկանական մեքենաներ, առանց նույնականացման նշանների։ Սանդրինգեմը թագավորական չափանիշներով համեստ աղյուսե տուն է։ Թագավորական ընտանիքի կենսագրությունը գրողները հաճախ այն անվանում են ապաստարան, բայց Էնդրյուն հիմնականում ապրում էր Ռոյալ Լոջում։ Փետրվարի սկզբին Մեծ Բրիտանիայի ներկայիս թագավոր Չարլզ II-ը նրան ստիպել է տեղափոխվել այնտեղից։ Սա տեղի ունեցել Ջեֆրի Էփշտեյնի հետ հարաբերությունների վերաբերյալ նոր սկանդալի ֆոնին։ Զվարճալի է, որ հենց այդտեղ էր 2006 թվականին Էնդրյուն հյուրընկալել Էփշտեյնին եւ նրա հանցագից Գիսլեյն Մաքսվելին, ինչպես նաեւ պրոդյուսեր Հարվի Ուայնշտեյնին։ Նրանք բոլորը հյուր էին եկել նրա ավագ-դստեր Բեատրիսի 18-ամյա ծննդյան տոնին։ Մեծ Բրիտանիայի թագավորը նախկին արքայազնի կալանքին արձագանքել է զուսպ հայտարարությամբ։ Նա ասել է, որ խորապես մտահոգված է եւ այս հարցի վերաբերյալ ապագա մեկնաբանությունները համարում է անտեղի։ Իրավապահ մարմինները կարող են հույսը դնել նրա լիակատար աջակցության եւ համագործակցության վրա։ Նա ասել է, որ օրենքը պետք է գերակշռի։ Փաստն այն է, որ 2001-ից 2011 թվականներին Էնդրյուն ծառայել է որպես Մեծ Բրիտանիա առևտրի եւ ներդրումների հարցով հատուկ ներկայացուցիչ։ Այսինքն նրա աշխատանքն էր խթանել բրիտանական բիզնեսի շահերը արտասահմանում։ Հնարավոր է, որ նա խախտել է ազգային գաղտնիության մասին օրենքը։ Էնդրյուն տիրապետում էր զգալի տեղեկատվությանը եւ չէր կարողանում դիմադրել դա իր մեջ պահելուն եւ ընկերների հետ չկիսվելուն։ Տելեգրաֆի լրագրողների տվյալներով նախկին արքայազնը գաղտնի տեղեկատվություններ ուղարկում իր ֆինանսական կոնտակտներին էլեկտրոնային փոստով եւ իհարկե Ջեֆրի Էփշտեյնին։ Օրինակ 2010 թվականին նա գրել է Իսլանդիայի տնտեսության վիճակի մասին մի բանկիրի, որը վերջերս ներդրում էր կատարել իսլանդական բանկի ակտիվներում։ Այդ ժամանակ Մեծ Բրիտանիայի եւ Իսլանդիայի միջև հարաբերությունները լարված էին 2008 թվականին ֆինանսական ճգնաժամի ժամանակ կորցրած բրիտանական ավանդների պատճառով։ Էփշտեյնի գաղտնազերծված ֆայլերը ցույց են տվել, որ Էնդրյուն նաեւ Էփշտեյնին ուղարկել էր իր պաշտոնական աշխատանքային զեկույցները Հոնկոնգ, Սինգապուր, Վիետնամ եւ Չինաստան կատարած իր ուղղությունների մասին։ Նաեւ 2010 թվականի դեկտեմբերին Էնդրյուն Էփշտեյնին ուղարկել էր ներդրումային հնարավորությունների մասին տեղեկատվություն։ Նա գրել է. «Ես կցանկանայի այս փաստաթուղթով կիսվել իմ մյուս կոնտակտների հետ, այդ թվում Աբու Դաբիի հետ, բայց ես չափազանց հետաքրքրված եմ ձեր մեկնաբանություններով, կարծիքներով կամ գաղափարներով այն մասին, թե ում կարող եմ ցույց տալ եւ հնարավոր է նրանց մեջ հետաքրքրություն առաջացնել։ Ցավոք, ես արդեն պարզել եմ, որ Գեյսի հիմնադրամը չի մասնակցում Աֆղանստանում իրականացվող նախագծերին»։ 2010 թվականի դեկտեմբերի 24-ին Էնդրյուն եւ Էփշտեյնը կապված էին ոչ միայն ներդրումների նկատմամբ հետաքրքրությամբ, դատելով նրանց նամակագրությունից նրանք բավականին մտերիմ ընկերներ էին։ Նախկին արքայազնը պնդում էր, որ 2010 թվականի դեկտեմբերին կտրել է բոլոր կապերը պետոֆիլի հետ։ BBC-ին տված հարցազրույցում նա ասել է, որ թռել է Նյու Յորք անձամբ հայտարարելու իրենց բարեկամության ավարտի մասին։ Նա հեռախոսով դա անելը վախկոտություն է համարել։ Դրա փոխարեն նա եւ Էփշտեյնը հանդիպել են այգում։ Նա ասել է, որ հաշվի առնելով աշխարհում կատարվածը եւ տեղի ունեցած իրավիճակները հնարավոր էր իրենց հարաբերությունները պահպանել։ Եվ նրանք փոխադարձ համաձայնությամբ որոշել են ավարտել իրենց զրույցը այգում եւ այլևս երբեք չեն հանդիպել։ Ըստ Էնդրյու նրանք այդ օրվանից հետո ընդհանրապես ոչ մի շփում չեն ունեցել։
Սակայն նոր ֆայլերը պարունակում են Էնդրյուի Ջեֆրին ուղարկած նամակներ, որոնք տվագրված են 2010 թվականի հունվարով։ Դրանցում նա շնորհակալություն է հայտնել Էփշտեյնին իր նախկին կնոջը Սարա Ֆերգյուսոնի աշխատավարձի խնդիրը լուծելու համար։ Նա նաև կիսվել է իր 8-օրյա հանգստի ծրագրերի մասին։ Պետք է խոստովանենք, որ դա այդքան էլ չի նշանակում հաղորդակցության կամ ընկերության ընդհատում։ 2010 թվականի Սուրբ Ծննդյան նախօրեին Էնդրյուն նույնիսկ Էփշտեյնին ուղարկել է իր դստեր լուսանկարները և մեկ նամակ։ Նամակներում հիշատակվում է նաև Բուքինգեմյան պալատը։ Էնդրյուն և Ջեֆրին հնարավոր է այնտեղ մտերիմ միջավայրում ծանոթացել են կանանց հետ։ Էփշտեյնի կողմից Էնդրյուին իր ինքնատիրով ուղարկված կնոջ փաստաբանը հաստատում է դա։ Արքայազն Էնդրյուի հետ գիշեր անցկացնելուց հետո Էնդրյուն կնոջ համար շրջայց է կատարել Բուքինգեմյան պալատում։ Էնդրյուն և Էփշտեյնը ծանոթացել են դեռ հեռավոր 1990-ականներին։ Նախկին արքայազնի ոչ պաշտոնական կենսագրության հեղինակը պնդում է, որ ինքը Էփշտեյնին ապահովել է աղջիկներով, քաղաքական առաջնորդների հետ կապեր հաստատելու և բիզնես հնարավորությունները ավելի մանրամասնորեն ծանոթանալու համար։ Սակայն դատելով հայտնի ֆայլերից նրանց շփումները շատ ավելի հեռու էին գնում գործնական շրջանակներից։ Առաջին կինը, որը մեղադրանք է ներկայացրել Էնդրյուի դեմ սեռական բռնաբարության մեջ, Վիրջինիա Ջուֆրեն էր։ Նա խոսել է հարկադիր մարմնավաճառության, մարդկանց առևտրի և Էնդրյուի անչափահասների հետ սեռական հարաբերությունների մասին դեռևս 2011 թվականին։ Իր մեմուարներում Ջուֆրեն արքայազնին նկարագրել է որպես վարպետ-մանիպուլյատոր։ Վիրջինիան նրան հանդիպել է, երբ 17 տարեկան էր։ Նրանք ծանոթացել էին Էփշտեյնի օգնականի Գիսլեն Մաքսվելի շնորհիվ։ Գիսլեն աղջիկներ էր մատակարարում սեռական շահագործման համար։ Երբ 41-ամյա Էնդրյուն տեսել է Վիրջինիային, անմիջապես կռահել է նրա տարիքը։ Ավելի ուշ իր մեմուարներում Ջուֆրեն նկարագրել է, թե ինչպես է իրենց առաջին գիշերից հետո Էփշտեյնից ստացել $15,000։ Էփշտեյնի անձնական կղզում տեղի ունեցած երրորդ և վերջին հանդիպման ժամանակ Ջուֆրեին ուղեկցում էին Մաքսվելը, Էփշտեյնը ինքը անձամբ, Էնդրյուն և մոտ 8 այլ կանայք։ Վիրջինիայի կարծիքով նրանք բոլորը կարծես թե 18 տարեկանից փոքր էին։ Որոշ ժամանակ անց Էփշտեյնը ստիպված էր Վիրջինիային տանել հիվանդանոց։ Նա սկսել է արյունահոսել և որովայնի վրա ցավեր է զգացել։ Նրան դեղորայք են տվել, և նա չէր հիշում, թե ինչ է պատահել դրանից հետո։ Մի քանի օր անց նա նկատում է փոքրիկ վերք իր պորտից մի քիչ ներքև։ Էփշտեյնն ասել է, որ Վիրջինիան պարզապես վիժում է ունեցել, բայց ինքը դրա մասին որևէ հիշատակում չի գտել իր բժշկական գրառումներում։ Էնդրյուին սկզբնական մեղադրանքներից հետո երիտասարդ կնոջ վրա ատելության հսկայական ալիք է բարձրացել։ Շատերը նրան մեղադրում էին ստելու, փոխաշխատելու և հայտնի դառնալու փորձերի մեջ։ Բայց ում էր պետք նման ճանաչումը, մեկնաբանություններ տվողները չկարողացան բացատրել։ Նախկին արքայազնը մի քանի միլիոն ֆունտ ստերլինգ է վճարել Վիրջինիային 21 թվականի դատը ավարտելու համար, և գործը փակվել է։ Ինքը Վիրջինիան 2025 թվականին ինքնասպան է եղել։ 2020 թվականին Էնդրյուն դադարել է կատարել թագավորական ընտանիքի անդամի արարողակարգային պարտականությունները։ Ջուֆրեի 21 թվականի դատական հայցից հետո նրան զրկել են զինվորական բոլոր կոչումներից և նա շատ բաներ էր կորցրել։ 1979 թվականին Էնդրյուն ընդունվել է Դատմունդի թագավորական ռազմածովային քոլեջ։ Այնտեղ նա սովորել է վարել ռազմական ինքնաթիռներ։ 1981 թվականին նա ստացել է օդաչուի կոչում և ընդամենը 1 տարի անց նա ծառայել է ավիակիր նավի վրա։ Էնդրյուն նաև ծառայել է Ֆոլքլենդյան կղզիների պատերազմում Արգենտինայի դեմ որպես լեյտենանտ։ Պատերազմից հետո նա շարունակել է իր ռազմական կարիերան։ Էնդրյուն ի վերջո բարձրացել է մինչև ռազմածովային շտաբի սպայի կոչման և թոշակի է անցել 2001 թվականին հրամանատարի կոչումով։ 2015 թվականին նա ստացել է փոխծովակալի պատվավոր կոչում և ընդամենը 10 տարի անց հոկտեմբերի 25-ին նորաթուխ թագավոր Չարլզ III արքայազնին զրկել է բոլոր տիտղոսներից և նորին թագավորական մեծություն կոչվելու իրավունքից։ Միևնույն ժամանակ Էնդրյուն կամավոր հրաժարվել է Յորքի դքսի տիտղոսից։ Այժմ պետոֆիլի ընկերը հավանաբար անչափահասների հետ սեռական երեկույթների ակտիվ մասնակից է, մասնավոր քաղաքացի է։ Չարլզ II-ը նախապես միջոցներ է ձեռնարկել խուսափելու համար իր արդեն իսկ արատավորված հեղինակությունը վտանգելուց։ Նախկին արքայազնը, ինչպես արդեն նշեցի, ունի 2 դուստր՝ Եվգենիան և Բեատրիսը։ Նրանք սարսափի մեջ էին ընկել, երբ տեսել էին Էփշտեյնի ֆայլերում եղած հոր լուսանկարները աղջիկների հետ։ Ավելին, նրանց մայրը՝ Սարա Ֆերգյուսոնը, Էնդրյույի նախկին կինը, նույնպես նամակագրական կապի մեջ էր դատապարտված պետոֆիլի հետ։ Ֆերգյուսոնը Էփշտեյնին անվանել է լեգենդար մարդ։ 2025 թվականի նոյեմբերին Էնդրյուն անտեսել է ԱՄՆ Կոնգրեսի հրավերը Էփշտեյնի գործով ցուցմունք տալու համար։
ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան ունեն փոխադարձ իրավական օգնության պայմանագիր, որը նշանակում է, որ ԱՄՆ կառավարությունը կարող էր օգնություն խնդրել հետաքննության համար ապացույցների կամ ցուցմունքներ հավաքելու հարցում։ Դեպքերի մեծ մասում բրիտանացի կասկածյալները ոստիկանության կողմից չեն պահվում 12 կամ 24 ժամից ավել, այնուհետև նրանց կամ մեղադրանք է առաջադրվում, կամ ազատ են արձակվում։ Նախկին արքայազնին կարող էին կալանավորել առավելագույնը 96 ժամ, բայց ոստիկանությունը 8 անգամ պակաս ժամ է պահանջել։ Գարդիանի տվյալներով նախկին արքայազնը արդեն ազատ է արձակվել կալանքից, նա մոտ 12 ժամ է անցկացրել կալանքի տակ։ Չնայած դրան, համաշխարհային լրատվամիջոցները քննարկում են բրիտանական միապետության ճգնաժամը։ Թագավորական ընտանիքը բազմիցս անցել է սահմանները, բայց դա արվել է փակ դռների ետևում։ Ինչ վնաս կտա Էնդրյուի այս արհեստը, պարզ կլինի միայն հետո։ Դե ինչ օլովակն այսքանն էր, հուսով եմ, որ այն ձեզ դուր եկավ, մենք շատ շուտով կհանդիպենք, լավ մնացեք։